Տիկին Ավանեսյան, դուք նշեցիք, որ մեր առաջարկությամբ մենք առաջարկել էինք 63-64 տարեկան թոշակառուներին էլ ներգրավել այս ապահովության համակարգում օգտվողների ցանկում, բայց մերժել եք հիմնավորելով, որ նման համապատասխան գումար չկա, ժամանակը սխալ եք հաշվարկել, 1 րոպե չկա, որ խոսում եմ, ուրեմն նորից տրամադրեք, 46 վայրկյան է մնացել, տենց չէր կարող լինել, ժամանակս նորից վերականգնեք, հիմա 63 Մի վերականգնեք ժամանակը, որովհետև նորմալ գնում է ժամանակը, շարունակեք ձեր հարցը տալ։ Ոնց, ես կես րոպե եմ խոսում, այսինքն 1.5 արդեն խոսել եմ, օգտագործել։ Սա համաշխարհային դավադրություն է, ձեր վայրկյանները գողացել են, շարունակեք։ Հա։ Հիմա 1 չի, 2-ա։ Ուրեմն 100,000 թոշակառու ունենք 63-ից 64 տարեկան, այդ 100,000-ի մեջ ներառված էին եւ աշխատողներ, եւ հաշմանդամներ, եւ նպաստառու ընտանիքներ։ Հիմա ես ձեզ խնդրեցի այն ժամանակ ներկայացնել հանձնաժողովի քննարկման ժամանակ, թե եթե 100,000 թոշակառուից հանում ենք 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողներին, հանում ենք նպաստառու ընտանիքների թոշակառուներին, հանում ենք հաշմանդամություն ունեցող թոշակառուներին, այսինքն այն խմբերին, որոնք այլ ցուցակով, այլ խմբերով կարող են ասնել, ինչքան թոշակառու է վերջո մնում, ովքեր դուրս են մնում համակարգից եւ ըստ էության այս թվի մեջ պետք է հանել ընդհանրապես Չեռնոբիլի վթարի վերականգնման մասնակիցների անունը, որովհետեւ նրանք 65 եւ ավել են, այսպես թե այնպես իրենք օգտվելու են համակարգից։ Դուք գրել եք երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ նրանց հավասարեցված անձիկ։ Կարող եք մեկ թոշակառուի անուն ասել, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, որը 65-ից ավել չի։ Եթե այս ամեն ինչը հանում ենք, այդ 100,000-ից էլ հանում ենք ատումները, այս 100,000-ի պակաս մնացածների տեղը մենք ֆինանսապես ունենք։ Եվ մյուս կարևոր փաստարկը այդ տեղի համար աշխատավարձ 200,000 եւ ավել ստացող ձեր բազային հաշվարկը 296,000 աշխատողով է, պեկի տված տվյալներով դա 395,000 է, միայն 100,000 այստեղ է։ Հարգելի տիկին Գյուրեխան, իհարկե մենք հաշվարկները արել ենք եւ ֆիլտրացել ձեր կողմից նշված խումբը 85,000-ից ավել է կազմում եւ սա մոտավորապես 9 միլիարդ դրամի մասին է խոսում։ Այսինքն մենք չենք կարող հաստատված բյուջեի պարագայում 9 միլիարդ դրամի փոփոխություն իրականացնել, ինքներդ էլ պատկերացնում եք։ Բայց նորից եմ կրկնում, այս խումբը եւ ընդհանրապես մեր բնակչության բոլոր խմբերը 3 տարվա ընթացքում ներառվելու են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։ Հաջորդիվ դուք նշում եք Չեռնոբիլի ուրեմն այս տուժած անձանց կատեգորիան, այո, մի քանի 100 հոգու մասին է գուցե խոսքը եւ որոնցից մեծ մասի 65 տարին լրացել է, բայց այս երաշխիքը տրամադրված է օրենքով եւ մենք օրենքի երաշխիքը չենք ուրեմն հետ կանչել այս փաթեթով, դրա համար էլ նշել ենք, այսինքն այստեղ խոսում ենք մի քանի 100-ի մասին, ձեր կողմից նշված խումբը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է խոսքը գնում։ Արձագանք։ Տիկին Ավանեսյան, ես չեմ ասում Չեռնոբիլի այդ խումբը հետ կանչեք, ես ասում եմ այդ մարդիկ այսպես թե այնպես հաշվառված են, Չեռնոբիլի վթարը 1986 թվականին է եղել, այսինքն 40 տարի առաջ, 25 տարեկանը հազիվ թե գնացած լիներ այդ վթարի վերականգնման աշխատանքներ, այսինքն նրանք արդեն 65 եւ ավել են եւ մի մանիպուլյացիա, ես չեմ ասում նրանց հետ կանչել, ես ասում եմ այդ թիվը մի հաշվեք, այդ թիվը փոխանցեք 100,000 թոշակառուների թվի վրա։ Նույնը երկրորդ համաշխարհային պատերազմի հաջորդ հարցը, որը մենք առաջարկել էինք եւ դուք նորից մերժել եք, միակողմանի ծնողազուրկ ուսանող, ստացիոնար ուսուցմամբ ուսանողների կարգավիճակ ունեցողներին այս համակարգի մեջ մտցնելու մասին է եւ ես ձեզ բերեցի ուղակի Վանաձորի օրինակը, որ դա ամեն քաղաքում մինչև տասնյակը չի լրանում, այսինքն մի քանի 100-ի մասին է խոսքը, այ գոնե այդ մի քանի 100-ը ձեր գտածա, տեղափոխեք միակողմանի ծնողազուրկ կարգավիճակ ունեցողների եւ նրանց էլ ներգրավեք այս համակարգի մեջ։
Տիկին Գյուրեղյան, ես որևէ բան չմանիպուլացրեցի, ես կոնկրետ նշում եմ այն, ինչ կա օրենքով սահմանված։ Եվ նորից եմ կրկնում, այո, նրանցից մեծ մասը 65 տարի լրացած են, բայց կան մարդիկ, որոնք գուցե 62-3 տարեկան են, եւ որպեսի օրենքով սահմանված երաշխիքը մենք առ-ոչինչ չհամարենք, նրանց որպես առանձին խումբ նշել ենք։ Ում տարիքը լրացած կլինի, նա կապահովագրվի 65 պլյուսի տրամաբանությամբ։ Ում տարիքը լրացած չի լինի, կապահովագրվի որպես առանձին խումբ այստեղ նշված լինելու հանգամանքով։ Հաջորդը ձեր կողմից նշված խմբի մասով, այո, մենք դա էլ ենք դիտարկել, այնտեղ ավելի փոքր թվի մասին է խոսքը գնում, եւ ես իմ խոսքում ասացի, որ մենք այս տարի 6 ամիս հետո կանխատեսում ենք, որ որոշակի ուրեմն փոփոխությունների փաթեթով հանդես ենք գալու, հենց որ այդ առաջարկը այս տարվա մեջ եւս անպայման առաջնահերթ կդիտարկենք։